Այսօրվանից ռուսական շուկան փակ է Հայաստանում ծաղիկների համար։ Արգելքը գործելու է, քանի դեռ ընթացքի մեջ են Հայաստանում ջերմոցային տնտեսությունների ստուգումները եւ դրանց արդյունքների վերլուծությունը։ Ըստ ռուսական կողմի, այս որոշումը ընդունել են Ռուսաստանի բուսասանիտարական անվտանգությունը պաշտպանելու նպատակով, քանի որ Հայաստանից ներմուծված 96.2 միլիոն ծաղիկներում արձանագրվել է 135 խախտում, ինչը 2025-ի բոլոր խախտումների 77%-ն է։ Այս հայտարարությանն ի պատասխան էկոնոմիկայի նախարարը հայտնել է, որ ռուսական կողմից պաշտոնական գրություն դեռ չեն ստացել։ Իրենց ամենալավագույնների նման է մեր ջերմատնային տնտեսությունները, սա է, եւ դա մեծ հնարավորություն է տալիս Եվրոպական միության շուկա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները արտահանում իրականացնել։ Ուրեմն մի այդպիսի աուկցիոն կա Հոլանդիայում, այդ որակը այնտեղ վաճառվում է։ Հայաստանում ծաղկի ֆերմաները մոտ 200 հեկտար տարածք են զբաղեցնում, որոնց կեսը հիմնվել է վերջին տարիներին, իսկ արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվում է հենց Ռուսաստանի Դաշնություն։ Այդուհանդերձ, էկոնոմիկայի նախարարը բավականին լավատես է։ Քննարկում ենք տնտեսվարողների հետ, ինչպես աջակցենք, որպեսզի մատչելի ծավալով մտնեն եւ իհարկե նաեւ հավաքական, որովհետեւ այնտեղ մինիմում 500,000 հատի բան կա, եթե 1 միլիոն ավելի գինը հարմար կլինի եւ այսպես շարունակ։ Ռոսսելխոզնadzորի պատվիրակությունը հիմա Հայաստանում է։ Առաջիկա օրերին կառույցի անդամները հայ գործընկերների հետ ստուգումներ են անցկացնելու 8 բուսաբուծական եւ 4 ձկնաբուծական արտադրություններում։ Դրանց արդյունքներից են կախված լինելու արտահանման հետագա սահմանափակումները։ Փորձագետների կարծիքով ռուսներն անհրաժեշտության դեպքում կարող են խախտումներն ապացուցող փաստեր ներկայացնել, բայց սա հայկական կողմի համար ընդհանրապես քաղաքական ազդակ է։ Ես չեմ կարծում, որ այս պահին գոնե թե երկարատև կիրառման ավելի նպատակահարմար գործիքներ են, նկատի ունեմ օրինակ գազի գնի թանկացում, ինչը իսկապես Հայաստանի Հանրապետության տնտեսության համար կունենա կատաստրոֆիկ ազդեցություն։ Ռուսաստանի համար Հայաստանը մերձավոր արտասահման է, կարևոր ռազմավարական կետ, որի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական պրոցեսներում ամեն կերպ փորձելու է առաջ մղել սեփական շահերը, այդ թվում տնտեսական լծակների միջոցով։ Այլ բան, որ այդ լծակները դժվար թե օգտագործվեն ամբողջ ներուժով, նշում են փորձագետները։ Կարող ենք տեսնել օրինակ Ռուսաստանում հայ աշխատողների հետ կապված խնդիրներ փաստաթղթային, նույնը կարող ենք տեսնել վարորդական իրավունքի վկայականների հետ կապված որոշակի խնդիրներ, որոշակի արտաքսման դեպքեր կարող ենք տեսնել, որը համատարած բնույթ չի կրի, ինչպես օրինակ Վրաստանի պարագայում։ Ծաղկի արտադրությունը մի նրբություն ունի։ Եթե գյուղմթերքի ավելցուկը տնտեսվարողները կարող են հանձնել վերամշակող գործարաններին եւ կրել նվազ կորուստներ, ապա ծաղկի դեպքում ավելցուկը որևէ մեկին պետք չի լինելու։ Բիզնեսմենները կարող են ահռելի վնասներ կրել։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։